Քրիստոնեությունը Հայաստանը որպես պետական կրոնություն 1700-ամյակի տոնակատարությունների շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել եւ բազմաթիվ միջոցառումներ կան նախատեսված անցկացնելու։ Այսօր մենք հավաքվել ենք ներկա գտնվելու մի ցուցահանդեսի, որի նախաձեռնողը հիմնական հանդիսանում է նկարիչների կենտրոնը, պարոն Խաչիկ Աբրահամյանի ղեկավարած կենտրոնը, որի նախագահն է նա։ Եվ այս շրջիկ ցուցահանդեսը, որը պետք է սկսեր Էջմիածնից, որից հետո Երևան, Արցախ եւ Հայաստանի մի շարք քաղաքներ, խորհրդանշանական է, որ սկսում է մեր քաղաքից, մեր մարզից եւ ինքը այստեղից է սկսել այդ ցուցահանդեսը, որից հետո երևի կավարտվի Էջմիածնում կամ Երևանում։ Ես ուզում եմ ողջունել բոլորիս այս ցուցահանդեսի բացման կապակցությամբ, շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցեցին այս ցուցահանդեսի կազմակերպմանը։ Ես սիրով ձայն տալիս եմ Լոռու մարզպետ պարոն Հենրիկ Կոչյանին։ Շնորհակալություն։ Ես ուզում եմ պարոն Աբրահամյանին այսպեսի շնորհակալությունը հայտնել լավ նախաձեռնության համար։ Այս տարի մենք բոլորս 1700-ամյակի տոնակատարությունով ենք ապրելու, բայց ես կուզենայի, որ տարին ավարտվելու հետ հանկարծ չմոռանանք, որ մենք քրիստոնյա ենք եւ արդեն 1701 տարի քրիստոնեություն ընդունած երկիր ենք եւ փորձենք դա անընդհատ շարունակել։ Համարենք, որ սա լավ նախաձեռնության սկիզբն է եւ կուզենայի ասել, որ Վանաձորը ինքը մշակութային քաղաք լինելով միշտ հարգի է եղել, երևացող է եղել եւ նաեւ միգուցե նաեւ սկսելը ինչ որ ձևով պայմանավորված է եղել դրանով եւ նաեւ ձեր բարի կամքով է այդպես եղել։ Կուզենայի, որ մենք էլ առիթ ունենանք ոչ միայն ընդհանրապես ամբողջ Հայաստանի կամ դրսի հայ ստեղծագործողների աշխատանքները տեսնել այստեղ, այլ նաև ձեր աջակցությամբ, մեր ցանկություններով, մեր հնարավորություններով ոչ միայն երիտասարդ, այլ նաև արդեն վաստակ ունեցող նկարիչների ցուցահանդեսներ կազմակերպենք։ Մենք նաև կարծում եմ եւ ստեղծագործողները եւ մենք նույնպես պատրաստ ենք դրան։ Փորձենք նաև այս հետքերով մեր նկարիչների աշխատանք տանել ամբողջ Հայաստանով մեկ ցույց տալ, եթե ոչ ամբողջ Հայաստանով գոնե մի քանի այդպես երևացող մշակութային կենտրոնով եւ ասել, որ մենք ոչ միայն լավ դիտող ենք, այլ նաեւ ինքներս ներկայացնող ենք, պատրաստ ենք նաեւ դրան։ Շնորհակալ եմ դրա համար եւ գայք այսպեսի մի բան կա։ Հայաստանը Երևանում ոչ սկսվում է եւ ոչ էլ Երևանում ավարտվում է։ Հայաստանը սկսվում է սահմանների վրա եւ շատ լավ է, որ մարզերից է սկսվում։ Եկեք այդ նախաձեռնությամբ գնանք առաջ։ Շատ շնորհակալ եմ, որ այսօր մեզ այսպիսի մեծ հաճույքի պիտի արժանացնեք։ Շնորհակալություն։ Ձայնը տալիս եմ կենտրոնի նախագահ պարոն Խաչիկ Աբրահամյանին։ Առաջինը ես ուզում եմ ողջունել այսօր բոլորին, որտեղ այսօր մեծ տոնակատարություն է 1700-ամյակն է տոնվում ամբողջ Հայաստանի եւ ամբողջ հայ ժողովրդի համար։ Քրիստոնեություն 1700-ամյակը տոնելու կապակցությամբ այսպիսի առիթ եղավ, որ մենք ունենք ցուցահանդեսներ շրջիկ եւ Անդրանիկ ցուցահանդեսը այսօր բացում է Վանաձորում։ Ես պետք է շնորհակալություն հայտնեմ Վանաձորի մարզպետին, քաղաքապետին եւ մյուս մեր բոլոր ընկերներին, որոնք որ կարողացան այս գեղեցիկ առիթը համատեղ միասին կազմակերպենք, որպեսզի եւ ժողովուրդը եւ հայերը եւ օտարները, ովքեր որ կտեսնեն այս ցուցահանդեսները, իրենք թող զգան, որ մեր ժողովուրդը կուլտուրապես ամենահին ազգերից մեկն է, որը առաջինը ընդունեց քրիստոնեությունը։ Այդ ամեն ինչը ասում է նրա մասին, որ այսօր Անդրանիկ ցուցահանդեսն է այս գեղեցիկ պատկերասրահում, որը որ առաջի քայլը, որը եւ դա կլինի, այսինքն սկիզբը Վեհափար Հայրապետի օրհնությամբ պետք է ասեմ, որ առաջի անգամ այս ցուցահանդեսը նկարիչների կենտրոնը կազմակերպում է եւ ուզում եմ այսօր ներկայացնեմ, որ այսօրվա ցուցահանդեսին շուրջ 25 հեղինակների աշխատանքները բոլորն էլ բացվել մակարդակի արվեստագետներ են, նկարիչներ, որոնք որ արժանացել են Եվրոպայի, Ամերիկայի, Ռուսաստանի եւ տարբեր աշխարհի երկրներում նոր առիթը, որին կարծում եմ արդեն խոսք կասեն եւ մեր հոգեվոր առաջնորդները, որոնք որ այստեղ են
Եվ կարծում եմ, որ դա սկիզբ առավին և օտարներին ներկայացնել մեր արվեստը։ Ես խորին շնորհակալություն եմ հայտնում բոլորից այսօրվա այս գեղեցիկ առիթով և կարծում եմ, որ այս գեղեցիկ առիթը ունենա մեծ շարունակություն։ Սիրելի ավատաստանի ուրախություն մեզ բոլորից, այսօր Վանաձորում առաջին անգամն է, որ ցուցադրվելու է երիտասարդների աշխատանքների արվեստը նվիրված 1700-ամյակին։ Մեր աղոթն է Առաստված Վարդյալն, որ օգնի այս պահը, ցանկանանք բեղմնավոր գեղեցիկ աշխատանքներ, որպես ներկայացնի մեր ժողովրդին։ Մենք պարտավոր ենք հարգելու, սիրելու և առաջնորդվելու մեր առաքելական սուրբ եկեղեցու դարավոր ճանապարհով, քանի որ եկեղեցի արվեստ ժողովուրդ միաձուլված է հանդես գալիս միշտ։ Թող Աստված երկար տարիների կյանք բաշխի մեր հավատավոր ժողովրդին, որպես լիարժեք կարողանանք 1700-ամյակը պատմավոր տոնելու և Հայաստան աշխարհում և սփյուռքում։ Սուրբ խաչիրը սաղաչես ծուգզես, սուափրգես ձեզ մեզ մեղած, եկեցի շնորհի ողորմության յուր ամենագալ Տեր Աստված մեգեցու և ողորմյա պահպանիչ և հույս հավատացյալների Քրիստոս Աստված մեր պահիր, պահպանի և օգնիր ազգս հայոց, հայաստանյաց եկեղեցին և հայոց աշխարհը, քո սուրբ պատմական խաչի զորության հուամ ներկու խաղաղությամբ, հրկի, երևելի և աներևույթ թշնամիներից և արժանի արագությամբ փառաբոլու քեզ օրդ որդու Եսու Ոգուտ, այժմ և միշտ հավիտյան սատենց ամեն, զգոր ձերած մեզ կգարայ մեզ դեր և զգոր ձերած մեզ հաջողյա մեզ ամեն։ Զնավորում ենք, բարի և ցանկանում մեր արվեստագետներին։ Շնորհակալություն մեր նկարիչների բոլորի անունից։ Շնորհակալ եմ։ Այս երթը սկիզբը ստեղծելու համար։ Որը որ առաջնորդեց այս ցուցահանդեսի գաղափարը եւ կարծում եմ Աստծո կամքով ստացվեց այնպես, որ մենք կարողացանք համատեղ բոլոր այդ խնդիրները, խնդիրները լուծում տալով այսօր կարողացանք այդ ցուցահանդեսը գեղեցիկ ձևով հրամցնենք եւ պետք է ասեմ, որ շատ կարեւոր են կարծում եմ այդպիսի մարդիկ մեզ համար, որպեսզի ամեն մի քայլը կարծում եմ մեր ժողովրդի համար մեծ օգուտ կբերի եւ տա Աստված, որ այդպիսի մարդիկ շատ լինեն մեզ հետ եւ Աստված տա, որ նույն տարբերակով ուզում եմ ասեմ, որ մեր արվեստագետներից նկարիչների կենտրոնի ներկայացուցիչը Սամվել Ղարիբյանը, որը որ նույնպես իր աջակցությամբ, իր եռանդով իր խոսքով միշտ մեզ հետ համագործակցելով այս ցուցահանդեսը ի վերջո եկավ իր տեղը։ Հրավիրեք ցուցահանդեսը նայելու։ Ջայլս գանիզած։ Բայց նպատակը հայ նկարիչներն
Որսակի կտուցն է, չարապետի շահը պարտի ուզում է սա կտցող Կամ ուզելն բան չունես, չես էլ եղում։ Ո՞ր դա։ Նկարում եմ շատ Ուզելն բան Հեղինակներ։ Երկու տարբերակել մեզ ուղարկի։ Ես ում ակով ներքինում պրով կա։ Այդ պրովը ապահայտելու միջոց է դել այդպես լույսի ու մթի, չգիտես ասենք, քամու Euro
հասկանացել եմ սա։ Հիմա սա ու սա այլ տարբերություն են տալու։